Եվրոպական միության վարչական կենտրոնում Բրյուսելում հայկական եռագույնը խորհրդանշական է։ Մեր երկրի նպատակաուղղված քաղաքականության վերջին հանգրվանը միասնական Եվրոպան է, իսկ եռագույնի առկայությունը Եվրոպական դաշինքի կատարելությունը խորհրդանշող 12 աստղերով դրոշի կողքին վկայում է Հայաստան-Եվրոպա աստիճանաբար մոտեցող ճանապարհի մասին։ Տեղյակ եք, որ աշխատանքային այցով գտնվում էի Բրյուսելում Բելգիայի թագավորությունից Երևան վերադառնալուց մի քանի ժամ անց վարչապետ Տիգրան Սարգսյանը կիսվեց բլոգերների հետ համացանցում։ Իմ բոլոր հանդիպումների ու քննարկումների ենթատեքստում մի հիմնական հարց կար, որն է լինելու Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրմանն ուղղված հաջորդ քայլը, ինչպիսին ենք տեսնում մեր ապագան։ Արդյոք հայերն ու տարածաշրջանի մյուս ժողովուրդներն իրենց դիտարկում են որպես եվրոպական արժեքային համակարգի կրողներ, թե մենք բոլորովին այլ արժեքներ ունենք։ Վարչապետի հետ զրույցը բլոգում շարունակում է հետաքրքիր շեշտադրումներ ստանալ։ Տեղեկատվական ակտիվ հասարակությունը կիսում է կառավարության ղեկավարի այն կարծիքը, թե մեր ճանապարհը միանշանակ եվրոինտեգրացիան է, ու նախ եւ առաջ մեր սոցիալական, քաղաքական ու հանրային հարաբերությունները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Բարեփոխումներ այո, Եվրոպա այո, դարձյալ արձագանքում է վարչապետի հարցադրումներին հասարակության այս հատվածը։ Ավելի տարեցները մի փոքր ավելի զգուշավոր են։ Արժե ընդունել միայն եվրոպական լավագույն արժեքները եւ ոչ թե անխտիր ամեն ինչ։ Իսկ ընդհանուր առմամբ բլոգեր հասարակությունը Եվրամիության ճանապարհին կառավարությունից ավելի արագ բարեփոխումներ է ակնկալում։ Մեծ հաշվով հենց բարեփոխումների արագ ընթացքին Եվրամիության աջակցության ակնկալիքով էր վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Բրյուսելում 3-օրյա այցով, հանդիպումների առատ ու խիտ գրաֆիկով։ Ինքնաթիռով մոտ 5 ժամ է բաժանում Հայաստանը Եվրոպական միության վարչական կենտրոնից, ուր կատարած վայրեջքից րոպեներ անց մեկնարկեցին պաշտոնական բանակցությունները նախ Եվրահանձնաժողովում։ Նման պաշտոնական հանդիպումներից հետո մամուլի հետ շփումները սովորաբար կարճ են լինում, ասելիքը խիստ դիպլոմատիկ։ Եվ այնուամենայնիվ Հայաստանին բարեփոխումներում աջակցության պատրաստակամություն հայտնելուց զատ Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց ավելի կոնկրետ ուղղությունների մասին։ Ես հաճույքով հայտարարում եմ, որ Հայաստանի հետ սկսելու ենք բանակցությունները վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ, եւ դա ավելի կդյուրինացնի հայաստանցիների ճանապարհորդությունը մեր տարածքներով։ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ խոսակցությունները օրակարգային բոլոր հարցերի շուրջ վարչապետը բովանդակալից համարեց։ Նա ասաց, որ առավել համարձակ ռեֆորմների դեպքում Հայաստանին իսկապես անհրաժեշտ է աջակցություն, քանի որ բարեփոխումների իրականացումը որոշ ռիսկեր է բացահայտում։ Մենք այսօր ներկայացրեցինք պարոն Բարոզոյին մեր ռեֆորմների ծրագիրը եւ մեր ցանկությունը նոր թափ հաղորդել այդ ռեֆորմներին։ Եվ հասկանալի է, որ եթե մեր կարողությունները անհրաժեշտ է ամրապնդել ռեֆորմների կարողությունը, մյուս կողմից անհրաժեշտ է նաև զսպել այն ռիսկերը, որոնք բացահայտվում են այդ ռեֆորմները իրականացնելու պարագայում։ Մասնավորապես հարկային եւ մաքսային վարչարարության համարձակ ռեֆորմներ իրականացնելու պարագայում մենք խնդրել ենք մեր գործընկերներին, որպեսզի ստեղծվի մի բուֆերային հիմնադրամ, որը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել մակրոտնտեսական կայունությունը, եթե հարկային հավաքագրումների հետ կապված առաջանան խնդիրներ։ Խոստացել ենք, որ աջակցություն կցուցաբերենք Հայաստանին, մեր թիմերը կաշխատեն միմյանց հետ եւ կառանձնացնեն այն ոլորտները, որոնցում տեխնիկական աջակցություն պետք է ցուցաբերվի։ Կարևորն այն է, որ Հայաստանը շարունակի բարեփոխումները եւ Եվրամիությունը Հայաստանի կողքին է լինելու։ Բրյուսելը Եվրոպական 27 երկրների միության վարչական կենտրոնն է, որտեղ ի թիվս այլ միավորների գտնվում է նաև Եվրոպական դաշինքի կառավարությունների ղեկավարների հանձնաժողովը, Եվրահանձնաժողովը, հիմա Ժոզե Մանուել Բարոզոյի գլխավորությամբ։ Բրյուսելյան նեղլիկ փողոցներից մեկին հանձնաժողովից ոչ հեռու էլ գտնվում է Եվրոպական խորհրդարանը 736 падգամավորներով։ Այստեղ են նաև Եվրախորհուրդը, Եվրոպական արդարադատության թիվ 1 մարմինը, մի խոսքով կառույցներ, որոնց շնորհիվ Բելգիայի մայրաքաղաքը համարվում է աշխարհում ամենավարչականը։ Եվ գուցե դրա շնորհիվ է, որ Բելգիային գրեթե հոմանիշ է դարձել քաղաքական կայունություն հասկացությունը։ Հենց կայունության հետ է նույնականացվում Բելգիան ճիշտ այնքան, որքան ասենք ասոցացվում է բարձրորակ շոկոլադի հետ։ Մայրաքաղաք Բրյուսելում վարչական շենքերի պաշտոնական համապատկերը հաջողությամբ ընդհատում են շոկոլադային փոքրիկ արտադրություն վաճառակետերը։
Եվ այսպես Եվրամիություն, Եվրախորհուրդ ու թեկուզ Եվրոպատուհան։ Եվրոարմատով սկսվող բազմաթիվ տերմիններ են մեր ակտիվ բառապաշարում, ինչը վկայում է, որ մեր ընտրությունը ինտեգրման առումով իսկապես կանգ է առել հենց Եվրոպական միության վրա։ Անհրաժեշտ է իմանալ, որ Հայաստանի Եվրոպական միության հետ համագործակցությունը այժմ հիմնականում այսպես կոչված արևելյան գործընկերության ձևաչափով է։ Այս մեխանիզմում ընդգրկված են նաև Ուկրաինան, Բելարուսը, Մոլդովան, Վրաստանն ու Ադրբեջանը։ Արևելյան գործընկերությունը նպաստելու է, որպեսզի գործընկեր պետությունների միջև ստեղծվի ազատ առևտրի գոտի ու նաև աստիճանաբար ազատ տեղաշարժի հնարավորություն տա այդ երկրների քաղաքացիներին Եվրամիության սահմաններում։ Հայաստան-Եվրամիություն համագործակցության բանաձևում 2011-13 թվականներին Եվրամիությունից հատկացված ֆինանսական աջակցությունը 157 միլիոն եվրո է կազմում, գրեթե կրկնակի ավելի, քան 2007-10 թվականներին։ Ավելի ուշ ամփոփելով երրորդյա այցի արդյունքները, վարչապետը նշեց, որ Եվրոպայի գործընկերները սատարում են բարեփոխումների հայաստանյան ծրագիրը եւ տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը մեր երկրին տրվելու է ողջ ծավալով։ Եվրոպական մեր գործընկերները սատարելու են մեր ռեֆորմների ծրագրին եւ այդ առումով մենք պետք է արձանագրենք, որ տեխնիկական ֆինանսական օժանդակությունը խոստացվել էր Հայաստանին եւ այդ օժանդակությունը մենք ստանալու ենք ամբողջ ծավալով, դա մեզ համար չափազանց կարևոր է։ Երկրորդը մենք սկսել ենք արդեն քննարկել նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, կենտրոնացել ենք հարկային մաքսային վարչարության բարելավման խնդիրներին եւ այստեղ ուզում ենք պիլոտային պրոյեկտ իրականացնել, այդպիսի փորձ Եվրամիությունը ունի, այլ երկրներում իրականացրել է եւ մենք սկսել ենք բանակցությունները, որ այդ պրոյեկտը իրականացվի նաեւ Հայաստանում։ Մի կողմից դա ենթադրում է լրացուցիչ տեխնիկական օժանդակություն, մյուս կողմից նաեւ ֆինանսական բուֆերային հիմնադրամի ստեղծում, որը կկարողանա ծածկել այն ռիսկերը, որոնք հետևից կարող են բերել այդ ռեֆորմները, որպեսզի ապահովենք մակրոտնտեսական կայունություն։ Այսպիսով վարչապետի այցը Բելգիայի թագավորություն հագեցած էր բազմաթիվ պաշտոնական հանդիպումներով, որոնց բովանդակային առանցքում ազատ առևտրի տարածքի ստեղծումն էր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Եվրամիություն մուտքի վիզայի հեշտացման խնդիրները։ Վարչապետը առիթը չկորցրեց նաև տարբեր ամբիոններում ներկայացնելու Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհի շուրջ, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի դիրքորոշման հստակությունը։ Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ եւ կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը։ Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից, հայտարարեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո, խոստանալով, որ մայիսին ժամանելու է տարածաշրջան ավելի հստակ պատկերացնելու համար իրավիճակը։ Առհասարակ տարածաշրջանում քաղաքական կայունության թեմայով վարչապետի հայտարարությունները ուղղված Եվրախորհրդարանին հստակ էին եւ դիպուկ։ Քանի որ Եվրամիությունը նույնպես խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանք չի տեսնում, ուրեմն այստեղից եկող ազդակները պետք է առավել հստակ լինեն եւ դա կլինի ձեր լավագույն աջակցությունը խնդրի կարգավորմանը, վստահեցրեց վարչապետը։ Իմ պատասխանը ձեզ, թե ինչպիսին կարող է լինել Եվրամիության էական օժանդակությունը հետևյալն է։ Եվրամիությունը պետք է հստակ ազդակ հաղորդի բանակցող կողմերին, որ եթե կողմերից որևէ մեկը փորձի հարցը լուծել ուժային եղանակով, միջազգային հանրությունը կիրառելու է այդ կողմի նկատմամբ խստագույն պատժամիջոցներ։ Եվ եթե լինի միջազգային հանրության կողմից այսպիսի հստակ ազդակ, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա կլինի ձեր լավագույն օժանդակությունը, որպեսզի մեր բանակցությունները հասնեն հաջողության։ Այն աշխատանքը, որ կատարել է Մինսկի խումբը, եւ այն առաջընթացը, որ Մինսկի խմբում կա, եւ այն մանրակրկիտ աշխատանքը, որ կատարում է Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Մինսկի խմբում, կարծում եմ բավարար հիմքեր ստեղծել են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը ստանա խաղաղ կարգավորում, քանի որ այն լուծումները, կոմպրոմիսային լուծումները, որոնք առաջարկվում են, մեր կարծիքով կարող են հանդիսանալ հիմք բանակցությունների համար։
Իսկ մինչ պատգամավորների հարցադրումները տեղի էր ունեցել վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի ժամանակ վարչապետը հաստատել էր, որ Հայաստանը գիտակցաբար է ընտրել եվրոպական ուղին եւ որ մեր ընտրությունը նախ եւ առաջ պայմանավորված է մեր քրիստոնեական արմատներով։ Ժամանակակից աշխարհում փոփոխությունները տեղի են ունենում առավել արագ, քան երբևէ։ Այդ պատճառով Հայաստանը արագացնում է բարեփոխումների տեմպը եւ այս իմաստով շնորհակալ է Եվրոպայի գործընկերներին աջակցության համար։ Մենք հստակ գիտակցում ենք, որ բարեփոխումների ուշացումը կհարվածի մեր կառավարության վստահելիությանը։ Մենք կարող ենք ամրապնդել վստահությունն այս ուղղությամբ արդյունավետ քայլեր իրականացնելով, իսկ Եվրամիության աջակցությունը հնարավորություն կտա մեզ կառավարել մեր ռիսկերը։ Խորացված եւ համապարփակ ազատ առևտրի գոտու հիմնում այս ձևակերպումը նյութականացնելու վճռականությամբ է Հայաստան վերադառնում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Սա Եվրամիությանն ասոցացվելու մեր առաջին քայլը պետք է լինի։ Մենք այստեղ հիմնականում նաեւ ճշգրտում ենք եւ հստակեցնում ենք, ինչ պետք է անել եւ ինչքան արագ մենք դա կարող ենք անել։ Եվ այդ առումով շատ օգտակար էր, որտեղ անմիջապես ստացանք այդ տեղեկատվությունը հստակ, թե ինչ քայլեր պետք են արվի, որպեսզի բավարարեն բանակցությունները սկսելու։ Կարծում եմ, ասացի շրջանակներում այդ բոլոր հարցականները պարզաբանվեցին եւ մենք արդեն հստակ գիտենք ինչ պետք է անենք։ Բրյուսելյան այցն ամփոփելիս կառավարության ղեկավարը գործընկերներին տեղեկացրեց, որ բոլոր մակարդակներում ստացել է հավաստիացում, որ բարեփոխումների կառավարության ծրագիրը կստանա Եվրամիության լիարժեք աջակցությունը։ Սա նշանակում է արդեն կոնկրետ համագործակցություն գերատեսչությունների մակարդակով։ Այս շաբաթվանից արդեն կառավարության ղեկավարի օրակարգում ավելացվել է Եվրամիության թեմայով խորհրդակցությունների շարքը։